Ստամբուլին բնորոշ նեղլիկ փողոցներից մեկում խանութների ու արհեստանոցների շարքում գտնվում է այս հին տպարանի շենքը։ 4 էջանոց հայատար մամուլը Մարմարա օրաթերթը տպագրվում է այստեղ։ Տպագրատունը բավականին հին է, տպագրող սարքավորումները ևս։ Բայց կաշկադի դագավի։ Դվարան հոս է, մեր դվարան։ Ամեն օր Մարմարայի դերձը հոսկել է։ Հայեցեք, հոսկել է, այսովան ներսի էշան։ Տպարանից քիչ հեռու Մարմարայի խմբագրությունն է։ Գրասենյակի մուտքին փակցված ցուցանակում գրված է հասարակական քաղաքական օրաթերթ։ Մարմարան Ստամբուլում լույս է տեսնում 71 տարի անընդմեջ, բացի կիրակի օրերից։ Այն նախկինում ընդդիմադիր կեցվածք է ունեցել, հիմա ավելի շատ գրական գեղարվեստական թերթ է։ 1940 թվականին հիմնված է այդ շրջանի նշանավոր հայ լրագրողի կողմէ, որ Սուրեն Շամլյան կոչվեր։ Սուրեն Շամլյան այդ շրջանին հայ համայնքներ կատ բադիակական ընտրության դակնապ մգար եւ այդ դակնապին որպես լուծում փնտրողներն մեկը ստիպեցավ Մարմարաթերթը հիմնել եւ հրադարակել, որովհետեւ բադիակական ընտրության կարելիություն ստեղծվի։ Ինտիմատիվ թերթ էր այդ շրջանին համար։ 44 տարի շարունակ թերթի պատասխանատվությունը ստանձնում է պոլսահայ մտավորական եւ փիլիսոփա Ռոբեր Հադեչյանը։ Նա նաեւ գեղարվեստական գրող է ու մի շարք գրքերի հեղինակ։ Մամուլն էլ հիմա չունի նախկին ընդդիմադիր կեցվածքը եւ ավելի շատ հայտնի է որպես մշակութային գեղարվեստական գործունեությամբ։ Օրինակ տպագրում է մեր ազգային տոների մասին, պատրիարքարանի գործունեության մասին, Ստամբուլում նշանավոր հայ գործարարների ու բարերարների կյանքին ու գործունեությանն է անդրադառնում։ Ավելի շատ բավարարում է հայ ընթերցողի պահանջները։ Նաեւ թարգմանություններ է անում թուրքական մամուլից հայերին առնչվող կարևոր նորությունները։ Եվ ամենակարևորը, աշխատակիցները մեծ ուշադրություն են դարձնում հայոց լեզվին եւ ճիշտ գործածությանը։ Ռոբեր Հադեչյանը բազմիցս եղել է Հայաստանում։ Նա նաև Հայաստանի նախագահի եւ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից շքանշաններով է պարգևատրվել, որոնց մասին մեզ պատմում էր մեծ ոգևորությամբ։ Համեստորեն գրնամ ասել, որ այդ շքանշանը միայն ինձ դրված շքանշան չեմ նկատել, անիկա մեր ամբողջ բոլսահայության դրված շքանշան է, որովհետև եթե մենք բամը գրծանք գնել, որպես մամուլի մարդ, որպես գրագետ, որպես հանրային գործիչ, այդ մեկը գրծանք գնել մեր համայնքին եւ մեր ժողովրդին աջակցության եւ զորակցության շնորհիվ։ Խմբագրատունը նաև հայերենի խմբագիր ունի։ Մաքրուհի Հակոբյանը հայոց լեզվի ուսուցչուհի է եղել եւ նրան հատուկ Մարմարայում ընդունել են լրագրողների հետ հայերեն պարապելու եւ արևմտահայերենի ճիշտ գործածությանը հետևելու համար։ 1986 թվականին Օսմանայում խմբագրական աշխատանքի մասնակցեցա։ Ես ընդհանրապես խմբագրությունները գնեմ, թերթին խմբագրական աշխատանքին մեծ բաժին ունիմ։ Սրբակրությունները գնեմ թերթին ընդհանուր առմամբ։ Եթե մենք Հայաստանի մեջ արևելահայերեն ունենք որպես պաշտոնական լեզու, ես միշտ կմտեմ, որ արևմտահայ սփյուռքի մեջ ալ մեր պաշտոնական լեզուն արևմտահայերենն է։ Եվ արևմտահայերենը այսօր սփյուռքի մեջ ով պիտի պաշտպանե, եթե ոչ հայ մամուլը, հայադար մամուլը։ Եվ ես վերջին շրջաններում տեսնելով, որ արդեն որոշ դժվարություններ ունենք մեր արևմտահայերենը բայելու եւ գործածելու մեջ, ես Հայաստանի մոտ բազմաթիվ իշխանություններ ու հիշեցուցի, որ այլևս Հայաստանի իշխանությունները ունին նաև արևմտահայերենը պաշտպանելու բարդականությունը։ Թերթը Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին, նաև այլ երկրների հետ հարաբերություններին շատ հազվադեպ ու զգուշորեն է անդրադառնում։ Ինչպես թերթի պատասխանատուն է ասում, ներքին գրաքննության են ենթարկվում այդ նյութերը, որպեսզի գլխացավանք չունենան։ Որևէ գլխացավ ունեցած չենք, բայց անշուշտ շատ լավ գիտենք, թե այս երկրի մթնոլորտը ինչ կսպասե մեզ եւ մենք ինչ պետք է գրենք եւ ինչ պետք չէ գրենք 70-80 հազարանոց համայնք ունենք եւ այս համայնքին վրա հիմա ավելցած է նաեւ շատ կարեւոր տիպով հայաստանցիներ, որոնք եկած են մեզ հետ միասին եղբայրապար, եղբայր ապրելու եւ մենք հոս այդ հայաստանցիներուն նայելով թե մեկ կողմը ցավ գսկանք, որ անոնք ստիպվել են հոս գալու, մեկ կողմը ալ գուրախանանք, որովհետև ասիկա իրենց եւ մեր միջև մերձեցումն է։ Երևակայեցեք, որ մեր դերտին ամենն հավատարիմ ընթերցողները նոր են այսօր քաղաքից մեջ աշխատող հայաստանցիներն են։ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Ռոբեր Հադեչյանի անձնական վերաբերմունքը այնպիսին է. թուրք հասարակությունը պատրաստ չէ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու Հայաստանի հետ։ Եթե լինի նման հանրային պահանջ, ոչ մի բան չի խանգարի եւ իշխանությունները կգնան այդ քայլին։
Թուրքիայի համար միշտ գլխացավ է, որովհետև միշտ հայոց ցեղասպանության հարցումը թեմանտիման մնացած է եւ հաջող հրավիրված է հայոց ցեղասպանությունը ճանչնալու։ Բամը, որոնց դակավեն իմ կարծիքով Թուրքիայի մեջ հանրային կարծիքը պատրաստ չէ։ Եվ ես դակավին խորեմ, որ բավական երկար ժամանակ սպասել պետք է դիլա, որովհետեւ համընդհանուր կերպով տեսնենք, որ ժողովուրդը դրամատիր է ճանչնալու այդ չարաղետ բադահարը։ Ինքը Ռոբեր Հադեչյանն էլ ցեղասպանությունից փրկված ընտանիքի զավակ է, արմատներով արևմտյան Հայաստանից է։ 3 հոր եղբայրները տեղահանության ժամանակ սպանվել են, իսկ մայրն ու եղբայրը դերձորի ճանապարհ են անցել, բայց կենթանի են մնացել։ Ու այսքանից հետո Ռոբեր Հադեչյանի հայրը նպատակահարմար է գտել ապրել ոչ թե Բեյրութում, ուր ապաստան է գտել ընտանիքը, այլ Ստամբուլում։ Ես խորին որ հայրը շատ իմաստուն եւ շատ հերադես որոշում մահարեր է, որովհետեւ գրնամ ենթադրել, թե որքան դժվար էր այդ օրվան պայմաններուն մեջ բոլսո մեջ ապրիլ շարունակելը, մեկը որ ակշեյրի մեջ իրան փող Կերտաստանը գործընթացած է, բայց շատ իմաստուն որոշում էր, շատ ճիշտ դրած է, որովհետև ես միշտ կհավատամ եւ կպաշտպանեմ այն տեսակետը, որ Թուրքիայի մեջ ապրող հայերը պետք է հոս մնան, հոս բազմանան եւ հոս ներգանքնեն մեր ազգային իրավունքներուն։ Մարմարայի աշխատակիցները աչքին կան ոչ միայն հայրենասիրությամբ, այլև անմիջականությամբ ու ջերմությամբ։ Դրանք մեզ խոստացան հաջորդ անգամ Հայաստան այցելելիս նաև Գյումրի գալ։ Գյումրին վերջին անգամ տեսել են աղետալի երկրաշարժից հետո։ Ջերմընդունելությունից զատ Մարմարայում մեզ աջակցեցին նաև Ստամբուլում նոր ծանոթություններ ձեռք բերելու հարցում։ Իսկ այն, որ Մարմարան Պոլսահայերի շրջանում ընթերցվող ու սիրված օրաթերթ է, համոզվեցինք նաև ինքներս։ Երբ հաջորդ օրը Պոլսահայերը փողոցում, խանութում, մետրոյում եւ ամենուրեք մեզ ճանաչում էին ու ողջույններ ուղարկում Գյումրի։ Նրանք կարդացել էին Մարմարայի օրվա համարը, որը պատմում էր Գալա հեռուստաընկերության մեր հարևանները նախագծի եւ Ստամբուլում մեր նկարահանումների մասին։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Gala News, Ստամբուլ։